Բարի օր։ The Point-ի հնմանկետում այսօր ես ունեմ իրապես թանկագին հյուր։ Կարծում եմ պետք չի, որ ես ներկայացնեմ կան մարդիկ, ում անուն ազգանունը արդեն իսկ բնորոշում է ժամանակը, բնորոշում է թերևս մեզ բոլորիս։ Հակոբ Մովսես։ Բարի գալուս։ Շնորհակալություն։ Ես շատ ուրախ եմ, որ դուք հյուրընկալվեցիք մեր ստուդիայում։ Եվ այսօր ուզում եմ, որ մենք ընդհանրապես չխոսենք քաղաքականությունից։ Ես ուզում եմ, որ մենք խոսենք գրականությունից, ես ուզում եմ, որ մենք խոսենք մարդկությունից ու ընդհանրապես թերևս ամենակարևոր մարդուն տրված ամենակարևոր հնարավորությունից, ընտրությունից։ Ջեյմս Ջոյսն ասում էր, ես գիտեմ բոլոր բառերին, ես չգիտեմ նրանց տեղը։ Ձեր կարծիքով պոեզիան, բանաստեղծությունը բառ է, միտք է, սիրտ է, թե ընդհանրապես չի բացատրվում։ Շնորհակալություն հրավերքի համար, մինչև կոնկրետ ձեր հարցին անդրադառնալը, ես ասեմ, որ ինքը մշակույթը, գրականությունը, պոեզիան, բուն քաղաքականությունը, այդ բառը հայերենում Ամենաքաղաքական քաղաքականությունը։ Civilas բառը լատիներենում նույնպես հոգևոր բառ է, որ այսօր փաստորեն իր նեղ շրջանակներն է ձեռք բերել եւ ընկել է չգիտես ում ձեռքը։ Հոգևոր քաղաքականությունը շատ կարևոր է ժողովուրդների եւ մարդկանց կյանքում, իսկ դրանց մեջ պոեզիան առանձնահատուկ դիրք ունի, այստեղ երկար ծագումնաբանական հիշողությունների մեջ չընկնենք, բայց բանաստեղծությամբ ժողովուրդները հատկանշվում են, թե բանահյուսության մեջ, թե գրավոր գրականության մեջ, թե օրալ խոսքի մեջ, դա մի տեսակ անձնագիր, բնութագրիչ, խարակտերիստիկա բառը հայերեն նկարագիր, նկարագիր, բնութագիր է ժողովուրդների։ Մեր ժողովուրդը այդ կտրվածքով լավ բնութագիր ունի, լավ խարակտերիստիկա ունի, որի մեջ իր ամբողջ պատմությունը արտացոլված է, եփվել է, կարգի է բերվել եւ այսօր էլ կարող է իր բազմաթիվ խոչըխոտերից, խոչընդոտներից դուրս գալ գրականության միջոցով եւ եթե կուզենաք իմանալ պետությունը նույնպես մշակութային հասկացություն է։ Մենք պետության մասին մեր պատկերացումները, եթե անցյալով փորձենք ճշգրտել, ապա կտեսնենք երկու, այսպես ասած, մայրերակ, սոցիալ-քաղաքական, քաղաքացիական, որը սկիզբ է առնում հունական ժամանակներից, հունական պոլիսից, եւ հոգևոր պետությունը, որը նույնպես պետություն են ասել։ Մեր ժողովուրդը քաղաքական ասպեկտով այնքան էլ լավ չգիտի ինչ բան է պետությունը, եւ ահա այստեղ իրեն կարող է օգնության գալ իր գրականությունը, իր պոեզիան։ Դուք ինձ հիշեցրեք Էմանուել Մակրոնի խոսքերը Շարլ Ազնավուրի հուղարկավորությանը։ Ֆանտաստիկ տպավորիչ էր մի նախադասություն։ Շարլ Ազնավուրը պետություն էր պետության մեջ, հայրենիք էր հայրենիքի մեջ։ Ես կարծում եմ Մակրոնը այդ պարագայում նկատի ուներ ոչ այնքան Շարլ Ազնավուրի աստվածային երկեցողությունը, որքան Շարլ Ազնավուր բանաստեղծին։ Դուք ճիշտ եք։ Ու այդ բնորոշումը պետության մեջ, դուք ճիշտ եք։ Ինքը բառը պետություն բառը կրոնական բառ է, դա հրեշտակների 5-րդ դասն է։ Տերություններ, պետություններ եւ զորություններ։ Եվ երբ որ տերունական աղոթքի մեջ ասվում է քո կամքը թող լինի ինչպես որ երկնքում, այնպես էլ երկրի վրա, այստեղ իհարկե քաղաքացիական բաղձանք կա։ Մենք դրան այնքան էլ տեղյակ չենք, որտեղ պետություն ասելով հայ մարդը իսկույն հասկանում է այն կայսրությունները, որի կազմում ինքը եղել է ոչ ինքնուրույն վիճակում, թուրքական, բյուզանդական, պարսկական, ռուսական,
եկել է ժամանակ, որ ինքը իր ամբողջ մշակութային, կրոնական եւ բանաստեղծական դիսցիպլինները, ինչպես որ պոեզիայում, այնպես էլ կյանքում, ինչպես որ երկնքում, այնպես էլ երկրի վրա պետք է կառուցի, ինքը դրա շանսերը, հնարավորությունները ունի, թե ինչքան կօգտվի դրանից, դա արդեն ուրիշ խոսակցության նյութ է։ Եվ այնուամենայնիվ բանաստեղծությունը բացատրվում է։ Ինքը իհարկե գիտություն է, գիտական կատեգորիաներով կարող ես ասել պատկերը, մետաֆորը, փոխաբերությունը, չգիտեմ, անմատությունը, իսկ հոգին անբացատրելի է, ինչպես որ անբացատրելի է հոգևոր ամեն ինչ, ինչպես որ անբացատրելի է հավատը, օրինակ գիտական մեթոդներով ոչես նստի եւ վերլուծի, թե այսինչ մարդ ինչու է հավատում, ինչու է հավատացել։ Այդ իմաստով իհարկե պոեզիան անբացատրելի է, բայց պոեզիան իրենով զբաղվողներից իր, այսպես ասած, աստվածային էությունը ճանաչելու հետ միասին, նաև գրագիտություն, այսինքն բացատրողական ռակուրս է պահանջում։ Ինքը պահանջում է, որ դու քո զգացմունքները, էմոցիաները, ինչի՞ չէ, մտքերը, կրքերը, դասես։ հա, դրանք պոետիկայի օրենքներով անես, որպեսզի նախ չկրկնես եղածը եւ կրկնելով փչացնես։ Եվ երկրորդ, որպեսզի քո լեզուն, քո համակարգը, մտածողության պատկերային քո միջավայրը ստեղծես, որ պոեզիայի միակ չափանիշն է։ Գիտեք, ինքը նաև շատ խապուսիկ գիտություն է, սվարթ գիտություն։ Ով զգացմունքներ ունի, ով հորդ, լիահորդ զգացմունքներ ունի, մի քիչ էլ լեզվի, այսպես ասած, խնդիր չունի, իրեն թվում է, թե ինքը կարող է իր զգացմունքների եւ լեզվի հաշվին պոեզիա գրել, բայց պոեզիան նաև գիտություն է, սվարթ գիտություն։ Դուք ինձ տրամաբանորեն հանգեցրիք իմ հաջորդ հարցին։ 1914 թվականին Վահան Տերյանը գրեց Հոգևոր Հայաստանը եւ հայ գրականության գալիքորը։ Այո։ Չգիտեմ ով ոնց իմ գրականագետի դեպքնահատականով դա քաղաքական եւ բանաստեղծական վերլուծական մտքի չգերազանցված բարձունք էր։ Միանգամայն ճիշտ եք։ 12 տարի։ Միանգամայն ճիշտ եք։ Արդյոք 112 տարի մենք մնացել ենք այդ Տերյանի բառերով զոոլոգիական շենքերի հայրենասիրության մակարդակում, թե մենք այնուամենայնիվ մի քիչ փոխվել ենք դրանից, եթե չենք փոխվել, ինչու, եւ եթե փոխվել ենք, ուր։ Մի քիչ փոխվել ենք եւ փոխվել ենք դեպի վատը։ Տեսեք, ինքը ընդհանրապես հայրենիքի թեման գրականության մեջ քրիստոնեական գրականության թեմաներից է։ Մենք եթե նայենք ֆրանսիական, գերմանական միջավայրերը, ապա կտեսնենք, որ դա հիմնական հոգևոր թեմա է։ Տերյանը իզուր չի իր անկերազանցելի հոդվածի վերնագիրը դրել Հոգևոր Հայաստան։ Դա մեծ հոգևոր լիցք ունեցող ծրագիր է։ Բայց ամբողջ հարցն այն է, որ ինքը պատրիոտիզմը, լատիներեն բառով ասած հայրենասիրությունը, ինքը իր մեջ պաթետիկայի մեծ պաշար կարող է ունենալ, որը իսկ յուրաքանչյուր պաթոս դուք իմացաք, որ գաղափարը ինքը ծածկադմփոց է անում եւ ծածկում տանում է։ Սրան եթե գումարենք հայ ժողովրդի պատմական դժբախտ գիտակցությունը իր հայրենիքին մոտենալու, ապա այդ պաթետիկայի առկայությունը մեզ երբեմն խանգարել է հայրենիք ընկալել։ Ես կարծում եմ, որ հայրենիքի ընկալման ինտելեկտուալ մտավոր աստիճանակարգային գիտակցությունը մեր մեջ սկսվեց Խաչատուր Աբովյանից, որը հայրենիքը համարեց ոչ թե զգացմունքների զեղման առարկա եւ օբյեկտ կամ սուբյեկտ, այլ աստիճանակարգ հիերարխիա, երբ որ Աբովյանը մեզ ասաց Հայաստան, մեզ ոչ միայն մղեց դեպի մեր սարերը, ձորերը, մեր պատմությունները, այլ մղեց մեր հոգևոր աստիճանակարգությանը, հիերարխիային։ Նա մեզ ասաց, որ Հայաստանը հայ մարդու ճակատին
դրոշմված սպայական դրոշ է, որ դուք կարգ ունեք, որ դուք բան չեք, պատմության ջրի բերեր, ջրի տարած Դուք չեք, ինչ եք։ ուսադիր ունեք, դուք սպա եք, եթե սպա բառը Միչայլոց հրերեն հասկանանք այն իմաստով, ինչ իմաստով, որ հрьяաները Աստծուն ասում էին Սաբաոֆտ, այդ սպա, Սաբաոֆտ, այդ առաջին բանը սպան է, այսինքն մեզ կարգ սահմանեց Աբովյանը, դա տևեց մինչև սովետական ժամանակները, սովետական ժամանակներում կարգի, մեր սպայական կարգի մասին խոսելու կարիք չկար, մեզ պետք էր մղել զգացմունքային, էմոցիոնալ, այսպես ասած, զեղությունների։ Ես այդ շրջանի մեր հայրենասիրական պոեզիան բարձր չեմ գնահատում, ոչ միայն իր գաղափարական իմաստով, օրինակ Թերևս այդ պոեզիան պաթետիկա էր։ Պաթետիկայի իմաստով, հենց պաթետիկայի իմաստով, դա հայրենիքի հանդեպ հայ մարդու սերը դարձրեց կիրք, եթե ոչ տրփանք։ Բայց մենք ունեցանք Խաչատուր Աբովյան, որը արևելահայերենը դարձրեց գրեթե գրական լեզու։ Այո, դա էլ է Միչայլոց կարգ։ Ես հստակ ունեմ, եւ ունեցանք Վահան Տերյան, որը մինչև Երեշետ, որը բերեց մեզ համար 20-րդ դարի լեզուն, ունեցանք Երեշետ Չարենց, որ 20-րդ դարի լեզուն դարձրեց շնշող, փառահեղ, շնչեց այդ լեզվով, ոչ թե գրեց, այլ շնչեց ու ապրեց ու հայերեն ապրեցրեց։ Չարենցի մահով մենք ընկանք նեյնիմիզմի համայնապատկերը փոխվեց։ Մենք ընկանք նեյնիմիզմի գիրքը։ Այո, Աշուղական, Գովեստի, տեսեք, ես չեմ ուզում որևէ մեկի բանաստեղծությունը կոնկրետ բանաստեղծության անդրադառնալ, հայրենիք ջան, քո ջրերը, քո սարերը, այսինքն էրոտիկայի մի արտահայտություն, ոնց որ մարդը կգովաբանի կնոջը, գումարած գաղափարական բաները, դե դրանք բնական են, մենք պետք է հասկանանք, բայց այստեղ ինչն է ամենակարևորը, որ այդ ջատագովական թեոդիցիայի պաթոսով, նաև մեր պատմության գիտակցությունը մեր ժողովրդի մտքի մեջ աղոտացվեց, տարտղնեց, հայ մարդը 3000-ամյա պատմություն ունի, բայց պատմական գիտակցություն չունի։ Գուցե դուք շատ մեղմ եք ասում, որովհետև եկեք այնուամենայնիվ արձանագրենք, եղել են ժամանակներ, երբ Ծիրանի փոխպատմվածքի համար գնդակահարվել է հեղինակ։ Իհարկե դա այդ պարագայում մենք գնդակահարում էինք ոչ թե Աքսել Բակունցին, մենք գնդակահարում էինք մեր պատմությունը։ Դրա համար ասում եմ Չարենցի մահից հետո դրա մեջ մտնում է եւ Աքսել Բակունցը, Թանջարախ գրողը մեր գրականությունից հայրենիքի պատկերքը, սուրբ պատկերքը 7-րդ, 8-րդ երարխիայի պատկերքը հանվեց խոցված տիրամայր։ Այ, կեցեք դուք, կեցեք։ Եվ այսօր օրինակ, եթե որևէ, ասենք, կինոաշխարհի մասնագետի, եթե իրեն ասես, դու մի հատ հոգևոր Հայաստանը Տերյանի ֆիլմի վերածիր, Չարենցի երկիր նայերին, Չարենցի դանթեական առասպելը, ինքը չի կարող, ոչ թե տաղանդ չունի, այլ որովհետև իր պատկերացումների մեջ հայրենիքի պետության պատմության այդ ընկալումը բացակայում է, հիշում եք Չարենցի հանճարեղ գործը, Միչայլոց մի 10 օր առաջ նորից կարդացի, շունչս կտրվեց, պատմության քառողները, մեր ամբողջ ողբերգությունը, անկեղծ առանց չափազանցությունների մեզ հարկավոր է դա վերականգնել մեր մեջ, այսինքն մեզ հարկավոր է այսօր Չարենցով, Թումանյանով, Տերյանով, դանակով քրտ կտրած հայրենիքի գաղափարը մեր մեջ նորից վերակենդանացնել, որպեսզի մենք քաղաքացիական կեցվածք ունենանք այսօրվա մեր երկրի, մեր պետության եւ մեր առօրյայի հանդեպ։ Գուցե նաև այն պատճառը, որ մեզ քաղաքացի զգանք։ Քաղաքացի զգանք, հա։ Պետության քաղաքացի։ Այո, ինչը նորից հայի գիտակցության մեջ բացակայում է իր բոլոր ատրիբուտներով։ Տեսեք, Վահան Տերյանի Երկիր նայրի շարքը
Ընդամենը 12 բանաստեղծություն, ընդամենը։ Եվ Եղիշե Չարենց երկիր նայերի, ֆանտաստիկ, Ճիշտ եք, սույնի մայս պոեմանման վեպա։ ճիշտ եք։ Ես չգիտեմ ինչու կարծում եմ, որ եթե չլիներ Տերյանի երկիր նայերին, Չարենցի երկիր նայերին ուրիշ վեպ կլիներ։ Ճիշտ եք։ Որովհետև Տերյանի ապրումները շարունակեց Չարենցը բազմապատիկ խոցված այդ դիրամոր Բարև ճիշտ եք։ հոգեվիճակով Բարև ու ճիշտ այնուամենայնիվ ուղեղային մորմոք, միֆ, ծնորք Ճիշտ եք։ բերեց մեզ կանգնացրեց հողի վրա։ Ու Ճիշտ ասեց, եք։ սա է քո հայրենիքը։ Կոնկրետ Սա է քո հայրենիքը։ Ճիշտ եք։ Սիրելով սիրում ենք աշխարհի չափ սիրում ենք Վարդանանց կամուրջը։ Գժվում ենք Առաքելոց վանքի համար, բայց սա է քո հայրենիքը։ Ճիշտ եք։ Ու ապրի քո երկրով։ Ու Եվ ապրեցրու ճիշտ քո եք։ երկիրը։ Եվ դա Առաքելոց կամուրջի Վարդանանցի հայրենիքն Կարսի ռեալականի, Մենք Կարինե մենք- Քոթանջյանի, Մենք չգիտենք, մենք չենք հասկանում, որ այս 30,000 քառակուսի կիլոմետրը մեր 1,5 միլիոն զոհերի հայրենիքն է, իրենց հույսն ու ապավենն է։ Եթե սա չկա, իրանք իսկապես դերձորի իրենք անապատներում իրապես իսկապես սպանվել են։ գոյություն չունեն։ Այո։ Իսկ եթե սա կա, ինչպես Տերյանը կասեր, խաչելությունը դառնում է հարություն։ Սա Տերյանի մեծ միտքն է, որ ժողովուրդների ողբերգություն են այնքան ժամանակ, քան դեռ քո գիտակցության մեջ դու քեզ խաչից չես իջեցրել եւ երրորդ օրվա մեջ հարություն չես առել։ Այ ժողովուրդները, մեր գրականությունը, պոեզիան, մեզ պետք է անցյալի հետ մեր ողբերգությունները պատկերելով, մեր հիշողության մեջ արտնասնելով, մեր մեջ պետք է հարության զգացողությունը դնի։ Կենսական Այ էներգիան։ 15 թիվը 1915 թիվ մենակ Գողգոթա չի, Գողգոթային հետևում է Ձիթենյաց լեռը։ Այդ սովետական շրջանում այդ Ձիթենյաց լեռան գաղափարը մեր ժողովրդի միջից հանվեց, հիշում եք Տերյանի տողը, եւ խաչվածին մահ չկա, չէ, այդ հպատական տող չի, ինքը հասկացել է ինչ է գրել։ Եվ այդ հարության խորհրդի մեջ պետք է ժողովուրդը տեսնի իր ներկան եւ գալիքը։ Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան։ Հա, իհարկե։ Շատ շնորհակալ եմ ձեզ իհարկե այս բնորոշումների համար։ Խոստովանեմ, դուք խոսում եք, ես անդադ վերնագիր եմ անում, եւ ստացվեց, որ ձեր ամեն նախադասություն ես կարող եմ վերնագիր դնել։ Դա պոեզիայի, հայրենիքի զգացողության, բառի զգացողության բարձրագույն վարպետության դասեր։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզնից շատ Եվ շնորհակալ եմ։ եւ ուզում եմ այնուամենայնիվ հարցս երկրորդ էլ, երրորդ էլ, չորրորդ էլ, չգիտեմ, մեր այդ հոգևոր Հայաստանը, որ մենք ստացել ենք Տերյանից, Չարենցից, որ այնուամենայնիվ մեր միջով անցավ 21-րդ դարի բոլոր դողերով, ամենայն դեպս ամբողջ 44 օր, մենք ինչ դրանից եզրակացրինք։ Տեսեք, ամեն սերունդ գալիս ու պատասխանում է նույն հարցին. ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Ու Տերյանի հայ գրականության գալիք օրվա մեջ ինձ համար գերկարևոր էր հարցը, որ ամեն սերունդ վերագնահատում է անցյալը ու իր անելիքը, վերագնահատում իր ժամանակը։ Մենք արդյոք անդադ շտապում ենք ապրել, շտապում ենք հասցնել, ինչ որ ժամանակի մեջ տեղավորվել ու դրանով չենք կորցնում վերագնահատում իր ժամանակը, ինքներս մեզ հասկանալու, մեզ հետ լինելու, մենք լինելու ժամանակը։ Դուք շատ բարձր ճշմարտություն եք ասում։ Ընդհանրապես պատմության մեջ մի տերմին գոյություն ունի, որը կոչվում է սինխրոնացում, պատմության սինխրոնիզացիա։ Կարծեմ դանիացի մի փիլիսոփայի անուններով չծանրաբեռնենք մեր զրույցը, իր եզրույթն է։ Պատմությունը ամեն օր, ամեն պահ պետք է սինխրոնացվի, համաժամանակայնացվի, հա, ես այդպես ասենք։ Երեկը, եթե չի բերվել այսօրվա չափումների մեջ, չափաբերումների մեջ, երեկը մեռած մի դիակ է։
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է մի նոր իրողության առջև, ինքը պետք է կարողանա իր ամբողջ պատմությունն ու պատմական գիտակցությունը իսպաս տնել, տեսեք ես այդ բառն եմ ասում, իսպաս տնել այս նոր իրողություններին։ Մենք հարուստ պատմություն ունենք, ողբերգություններով հարուստ, հաղթանակներով հարուստ, ամեն ինչով հարուստ պատմություն ունենք, բայց այդ ամեն ինչը պետք է իսպաս տրվի այսօրվա մեր աշխարհաքաղաքական, մշակութային խնդիրներին, որովհետեւ մենք կարողանանք առաջ գնալ եւ որով էլ միայն մենք կարող ենք առաջ գնալ։ Մենք հասել ենք այն գիտակցությանը, որ հայրենիքը նույնպես, որ ժամանակը նույնպես հայրենիք է։ Դուք փիլիսոփայական հարց եք տալիս, իհարկե չենք հասել եւ պետք է հասնենք, պետք է իմանանք։ Ժողովուրդները ապրելու մի տեղ ունեն։ Դա իրենց ժամանակն է, այո։ Եթե իրենք ժամանակից դուրս են սայթակում իրենց ժամանակից, հայտնվում են 7-րդ երկինքներում, անցյալում, պատմության մեջ, հայրենիքի, չգիտեմ ինչ գաղափարի մեջ, տեսեք մեր ընդհանրապես եթե այդ համաժամանակայնացման չափանիշներով նայենք, մեր ժողովուրդը եւ 7-րդ դարում եւ 10-րդ 12-րդ դարում ինքը կարողացել է իր ժամանակի մարմնավորումների մեջ մտնել, ինքը անկյալ ժողովուրդ չէ իմաստով։ Ուղղակի այս վերջին 70-80 տարիների ընթացքում ինքը գաղափարախոսական պատճանների մեջ է մտել, որից դուրս գալը շատ դժվար է, բայց կյանքը, իրավիճակը պետք է ստիպի, որ ինքը այդտեղից դուրս գա։ Ինքը օրինակ մի 2-3 ամսից հետո մեր երկրում ընտրություններ են։ Ինքը պետք է այդ ընտրությունը կատարի ելնելով իր այդ գիտակցությունից։ Ոչ թե ինքը անցյալում ինչ է եղել, իհարկե ես ոչ թե ասելով ես չեմ մերժում, բայց ոչ թե ապավինելով դրան, թե անցյալում ինչ է եղել, այլ ապավինելով նրան, թե ինքը ինչի է ընդունակ, այսօր ինչ կարող է լինել, այսօր մեր ժողովրդին մի պատմության մեջ վիթխարի պատասխանատվության բեռ է դրված իր ուսերին, իր երկիրը ինքը սարքել։ Եթե երեք իր դժբախտությունների համար ինքը կարող էր Օսմանյան Թուրքիային մեղադրել, Ռուսաստանին, Սովետին, Պարսկաստանին, այսօր ինքը մեղքերը նրա վրա գցելու ոչ մի շանս չունի։ Այդ իմաստով ես մեր ժամանակները համարում եմ մեր ժողովրդի համար պատասխանատու ժամանակներ։ Տետատետի ժամանակ։ Տետատետի ժամանակ է, ինքը պետք է ասի, ով այն, որ դուք սկզբից ասեց, որտեղից են գալիս, ուր են գնում, ով ենք մենք։ Հիմա ինքը պետք է պատասխանի, եւ դա չի կարող պատասխանել պաթետիկ, պոետիկ բաներով, ով հայ ժողովուրդը սրտից մեջ է։ Ինքը պետք է ռեալ իրականության մեջ աշխարհաքաղաքական եւ ընդհանրապես միջազգային հարաբերությունների բարդ իրավիճակներում ինքը պետք է ասի, որ ես սա եմ, փոքր ածու եմ, խորենացու Թեպետ եւ քացու փոքր, փոքր բայց մեր փոքր երկրում ածու ենք, բայց արժանի ենք գրոց հիշատակի, բայց մենք պատմության մեջ ենք, մենք պատմությունից դուրս նետվելու, շպրտվելու իրավունք չունենք, մենք իրավունք չունենք դառնալու մարգինալ, լուսանցքային ժողովուրդ։ Չունեք զգացողություն, որ այնուամենայնիվ մենք հայերս մեզ զգում ենք կղզիացած։ Մենք հայերս աշխարհի առաջ չենք ուզում բացվենք եւ չենք ուզում աշխարհը թողնել ներս, որովհետև տեսեք մեզ համար իսկապես շատ հեշտ է մեղադրել մեր բոլոր դժբախտությունների մեջ ում ասես, նույնիսկ եղանակին, բայց մենք սուրբ ենք, մենք անմեղ ենք, ավելին մենք անարդար ճակատագրի ենք արժանացել ու երբեք մեզ հարց չենք տալիս, արդյոք այդ անարդար ճակատագրի մեջ մենք արդար ենք, արդյոք այն ամեն ինչ կատարվել է մեզ հետ, նաև մեր մեղքը չկա այդտեղ։ Մենք վախենում ենք պարզապես ինքներս մեզ հետ պատմության, ոնց որ դուք քիչ առաջ բնորոշեցիք, պատմության ժամանակի հետ տետատետից ինչու։ Ճիշտ եք։ Ամենակարևոր հարցն է մեր այս զրույցի մեջ։ Ինչու։ Մի պարզ պատճառով։ Մենք անտաղանդ ժողովուրդ չենք, աշխարհի հետ շփվելու փորձ ունենք։ Դուք մի հատ նայեք Հնդկաստանից մինչև, չգիտեմ,
անգլիաները, Մայրցամաքներ են ամերիկաները, կապել։ հա, մեր ժողովուրդը, այսինքն համաշխարհային օրգանիզմի մեջ ապրելու, համաշխարհային օրգանիզմը զգալու փորձ ունի։ Բայց իր տարածքում ինքը իր մեջ, իր հայրենիքում, իր պետության մեջ, իր գիտակցության մեջ, իհարկե ինքը չի կարողանում իր այդ համաշխարհային փորձ ուսումնասիրել։ Դրա պատճառը մեկն է, որտեղ ինքը պետություն չի ունեցել։ Ոմանց թվում է, թե պետությունը միայն քաղաքական, քաղաքացիական Թե հասկացություն է։ պետություն չի ունեցել, որովհետև այդպես է մտածել։ Երկուսն էլ սրանք իրար լրացնում են։ Պետություն չունեցող ժողովուրդը թող ոչ ոք չնեղանա, եթե ես ասեմ, որ ինքը կարող է մշակութային, բանահյուսական, ոնց որ գնչուները, բայց ինքը քաղաքական բոմժ է։ Այս կոպիտ արտահայտության համար թող ինձ ես Կախեն։ կլնգեն, ոնց որ ասում են, բայց այդ քաղաքացիական եւ քաղաքական բոմժությունից մեզ կարող է հանել միայն պետությունը։ Այդ դեպքում, որ մեր մեջ նաեւ վստահություն կառաջանա, ինքնուրույն, այդ գիտեք այսօր որ այդքան ասում են ինքնություն, որ հերոստացույցի ալիքը բացում ես, ասում են հայ ինքնությունը, բայց ինչ բան է այդ ինքնությունը, ոչ ոք չգիտի եւ ոչ ոք չի կարողանում ասել, որ ինքնություն ասածը եթե միայն մշակութային, լեզվի, կրոնի, դավանաբանության սահմաններում է, Գենետիկայի։ սահմանափակվում, դա ընդամենը էթնիկական Դա ինքնություն չի։ էթնիկական հասկացություն է, բայց էթնոս բառը իր զուգահեռը ունի, որը կոչվում է էթոս։ Այսինքն եթե քո ինքնությունը էթոս չի, դեք դուք ֆրանսիացին, որ ասում ես ֆրանսիացի եմ, նա նկատի չունի, որ իր հայրն ու մայրը, ֆրանսիացի հայրն ու մայրը իրեն ծնել են որպես ֆրանսիացի։ Նա նկատի ունի մի շատ ուրիշ բան, մի էթոս, որի կրողն է ինքը։ Այդ դա է պետք է լինի հայի ինքնությունը, իսկ դրա մեջ մտնում է նաև այսօրվա իր պետության դեմքը տեսնելը, իր պետության հնարավորությունները տեսնելը։ Դուք արդեն հիշատակեցիք մի քանի ամիս հետո հունիսի 7-ի ընտրությունները։ Ձեր գնահատականով ինչը պետք է լինի միջին վիճակագրական ընտրողի շարժառիթը, ինչ պետք է նա ընտրի։ Իր պետությունը, պետք է լինի իր պետությունը, որը կարող է ապահովել իր բոլոր երազանքները, ի թիվ նաև իր բարեկեցությունը։ Տեսեք, ինքը բարեկեցությունը համընդհանուր մի հասկացություն է։ Օրինակ, եթե դուք վերցնեք գերմանացի ժողովրդի բարեկեցությունը, ապա դուք գերմանական ժողովրդի մեջ էլ հասարակության մեջ այսօր կտեսնեք տարբեր շերտեր։ Եթե դուք գնաք Բերլին, բոմժեր էլ կտեսնեք փողոցում պարկած։ Բայց գերմանական պետությունը, Գերմանիան, եւ բոմժի, եւ Բյուրգերի մեծահարուստի համար, եւ միլիոնատիրոջ համար ապահովել է նրա կացությունը եւ կենցաղը։ Այս է, որ մեր ժողովուրդը պետք է առաջին հերթին նկատի ունենա, եթե ինքը ուզում է բարեկեցիկ ապրել, լավ ապրել, որը նորմալ ցանկություն է, ինքը պետք է պետություն ունենա։ Այլապես կլինեն էլ իր պետության մեջ լավ ապրողներ, բայց վատ ապրողները իրենց կզգան ստորացված եւ ոչ թե պետության քաղաքացի, որը ուղղակի սոցիալական այդ միջավայրում է հայտնվել, երևի դրանից դուրս կգա կամ դուրս չգա։ Դրա համար մենք պետք է մեր ժողովրդին սովորեցնենք, որ ինքը այսօր միայն բարեկեցության հարց չի լուծում եւ լուծում է իր ընդհանուր արժեքի, իր ընդհանուր արժեքն է որոշում, ինքը ինչ արժեք ունեցող ժողովուրդ է։ Այս իմաստով ես 2-3 ամիս հետո կայանալիք մեր ընտրությունները համարում եմ ճակատագրական։ Իրեք մենք մի իրերի դժբախտ բերումով
70 տարի, գումարած վերջին 30 տարին, մենք ապրել ենք մի քաղաքական եւ հասարակական միջավայրում, որ գուցե հնարավորություն էլ չենք ունեցել շատ մտածելու մեր հարցերի մասին, բայց հիմա հասել է մի կետ, որ մեր զսպանակը արդեն ձգված է այնքան, որ եթե մեր ժողովուրդը խիզախություն ունենա եւ մի քիչ էլ այդ զսպվածության վրա պահի, այլևս հետ դառնալու դա ֆիզիկայի մեջ տերմին ունի, որը ես հիմա մոռացա։ Մեր ժողովուրդը այդ կետը, անդառնալիության կետը ինքը պետք է հաղթահարի։ Ես չեմ ասում սրան ընտրի կամ նրան ընտրի, իր գործն է, մեր ժողովուրդը այնքան առողջ բնազդ ունի, որ եթե իրեն չխանգարես, իրեն չստիպես սրան կամ նրան ընտրել եւ չխաբես, ինքը կընտրի։ Մենք ապրում ենք մեր պատմության, մեր հասարակության այդ անդառնալիության կետը։ Ես հույս ունեմ, որ մենք կհաղթահարենք այդ կետը։ Ցավոք մեր ժողովրդի որոշ հատված նաև սիրով խաբվում են, եւ ընտրությունները շատ հեշտ ու հանգիստ դառնում են օդից փող սկզբունքով ապրելու հասկանալի է։ Դա էլ գալիս է նրանից, որ մեր ժողովուրդը իր գոյությունը կենցաղային մակարդակի վրա է պատկերացնում։ Ինքը պետությունն էլ է կենցաղային մակարդակի վրա պատկերացնում։ Պետություն ասելով ինքը հասկանում է մի առարկա, մի օբյեկտ, որը իրան պետք է թոշակ տա, աշխատավարձ տա, աշխատանքով ապահովի, ուսում ապահովի, բայց ինքը չգիտի, որ ինքը պետք է այդ աշխատանք բուժում ապահովող պետությունը ստեղծի։ Դուք հավանաբար հիշում եք 65 թվականի, ես սա միշտ կրկնում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հանգուցյալ պրեզիդենտի, սպանված պրեզիդենտի խոսքերը Քենեդիի Բերլինում, որ ամերիկացիներին ասեց, ամերիկացիներ, մինչև հիմա ուրեմն դուք պահանջել եք, որ Ամերիկան ձեզ տա, եկել է ժամանակ, որ դուք մի հատ մտածեք, թե դուք Ամերիկային ինչ ունեք տալու։ Հայ ժողովուրդը այսօր պետք է որոշի, ինքը Հայաստանի Հանրապետությանը, իր պետությանը ինչ ունի տալու։ Եթե բան չունի տալու, բան էլ չի ստանա։ Տալիս ես այն, ստանում ես այն, ինչ որ տալիս ես։ Շնորհակալ եմ, անցնենք բլիցի։ Անցնենք բլիցի։ Լավ, ով եք դուք ըստ ձեզ։ Ես մի հասարակ հայ մարդ եմ, շատ սիրում եմ իմ երկիրը, իմ լեզուն, իմ գրականությունը եւ պոեզիան։ Ով է միջին վիճակագրական հայը։ Գիտեք, ամբողջ ցավն է նա, որ միջին վիճակագրական հայ գոյություն չունի։ Հայերը կամ վերևում են կամ ներքևում։ Եթե նաև սոցիալական շերտավորման իմաստով նայենք, դժվար է ձեր հարցին պատասխանելը։ Օրինակ, ես չեմ կարող պատասխանել, թե հայ մարդը լավ ապրել ասելով ինչ նկատի ունի։ Շատ անհասկանալի մի հարց է։ Եթե ուրեմն ինքը ամեն ինչ ունի կահույք տուն Mercedes մեքենա էլ, ինքը դեռ իր գիտակցության մեջ չի որոշում, որ ինքը լավ է ապրում։ Ինքը դա համեմատում է իր հարևանի հետ եւ անիծում է իր պետությանը, որ իրեն չի ապահովել։ Դուր այդ հարցը արհեստական բանականությանը եւ նա կվառվի։ Կվառվի։ Դժվար հարց է։ Արդիական են այսօր էպոսները։ Իհարկե արդիական են, եթե արդիականությունը էպոսի համար արդիական է։ Էպոսները անցյալում չեն, էպոսները հունական ամբողջացաբանությունը ինքը ուզում է, որ արդիականացվի եւ բերվի ներկա, մի քիչ առաջ դրա մասին խոսեցինք։ Տեսեք, անգամ կրոնը, այդ դանիացի փիլիսոփան Կերկեգորը, ասում է, եթե Քրիստոս խաչվել է սրանից 2000 տարի առաջ, ուրեմն չի խաչվել։ Քրիստոս խաչվում է ամեն օր, երեկ, այսօր եւ վաղը։ Այսինքն ինքը սինխրոն, համաժամանակյա միստերիայի աստված եւ աստվածություն է։ Անցյալում ամեն ինչ լավ է, որպես դամբարանում դրված մի բան։ Հայերիս մտածողության մեջ այդ դամբարանապաշտությունը շատ է, բայց թող հայ ժողովուրդը իմանա, քանի տարեկան է ինքը հարցը, մի պատասխան ունի, քանի տարի, որ դեռ կարող է ապրել, ուրիշ տեղ թող չփնտրի իր անցյալը։
Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ըստ Ուրեմն ես մեկը կասեմ Հայաստանի Հանրապետության ամենակարևորագույն խնդիրը կրթությունն է։ Կրթված հայ մարդը ամեն ինչ արժե, ամեն ինչի ընդունակ է։ Անկիրթ հայ մարդը Աստված առոպայի Էլի ամեն ինչի ընդունակ է, բայց ոչինչ չարժի։ Իր պետությունն էլ կկործանի, իր հայրենիքն էլ կկործանի, կհայոյի, կքրվի, մեր հասարակությունը ցավոք կրթված չի, մեր երկրի առաջին խնդիրը այսօր կրթության խնդիրն է, որը գերմանացիները 18-րդ դարում լուծեցին շատ դիսցիպլինար սալդաֆոնային ձևով, օրինակ իրենց առջև խնդիր դրեցին, որ գերմանական բանակը, գերմանական դպրոցը և գերմանական ընտանիքը այսինչ դիսցիպլիների վրա պետք է հենված լինի և Բիսմարկից հետո Գերմանիան կանգնեց ոտքի վրա և դարձավ Գերմանիա։ Իհարկե ինքն էլ իր ողբերգությունները ունեցավ 30-ական թվականներին, Բոլորն ունեն։ բայց ինքը կարողացավ դրանից դուրս գալ։ Ժողովուրդները երբեմն խարխափում են, ընկնում են, կեցեն այն ժողովուրդները, ովքեր կարողանում են ոտքի կանգնեն։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Նոյին։ Նոյին, կասեի հայ ես դու։ Հայ տղա, եթե հայ չես, ես ինչ ես, ես կողմերից մեզ կծել կրակը։ Գայ Հուլիոս Կեսար, Ալեքսանդր Մակեդոնացի, Նապոլեոն Բոնապարտ, ձեր կարծիքով 21-րդ դարի պատերազմում նրանցից ով կհաղթեր։ Փառահեղաններ եմ տալիս, պատահաբար չեն ընտրված։ 19-րդ դարերից հետո, հատկապես 20-րդ դարի պատերազմները ստորության պատերազմներ են։ Արգենտինացի մի գրող կա, որ ասում են ընդհանրապես պատմությունը 10-րդ դարից հետո ստորության պատմությունն է։ Եվ այդ ձեր թվարկած բոլոր անունները շատ հնարավոր է, որ շատ ողբերգականորեն պարտվեին։ Ոչ մեկ։ Չեմ հավատում։ Դե ուրեմն պատմության ստորության աստիճանին չեք հավատում, ես հավատում եմ։ 20-րդ դարի պատմությունը ստորության պատմություն է։ Տեսեք այսօր ինչ է կատարվում։ Ես երեք կարող ասածս վիրավորի ոմանց, երեք կնոջս հետ Պողոտայով դերասանի տան դիմացով գնում էի, այնտեղ թատրոնի ուրեմն բաներ են, ներկայացումների աֆիշաններ են։ Մի ներկայացման բաներ, որտեղ 5 դերասանուհի էին այդ ներկայացման մասնակցում 5-ի նկարներն էր, որոնց միմյանցից չէր տարբերի։ Բերանները նույն ձևով սարքած, ճակատները նույն ձևով, քթերը նույն ձևով։ Ես դա համարում եմ ստորություն։ Մեր ժամանակները անգամ կնոջը դեմքի արտահայտությունից վիրաժենիա լիցա զրկեցին։ Կներեք, այս երևի մեր խոսակցության նյութ չի։ Իսկ կնոջ դեմքի վրա իր դեմքի արտահայտությունից վսեմ բան չկա։ Կինը դրանով է գեղեցիկ։ Ձեր հարցը ինձ։ Նորից։ Ձեր հարցը ինձ։ Ձեր հարցը ինձ։ Լավա տեսեք, թե հորը տեսեք։ Լավա տես եղեք, իմ խորհուրդը նաև ձեզ։ Հայ ժողովուրդը շատ հորոտես ժողովուրդ է, Հեգելը մի արտահայտություն ունի, ասում է դժբախտ գիտակցություն։ Այդ դժբախտ գիտակցությունից ինքը երբեմն կարող է անհավանական սխալ բաներ անի։ Իմ հետ միասին որոշեք դուք հորոտեսեք, թե լավատեսեք։ Ոչ լավատես եմ, ոչ հորոտես եմ։ Չգիտեմ, որ տարեկից սկսած հեքիաթների չեմ հավատացել։ Չգիտեմ, որ տարեկից սկսած նույնիսկ ձմեռ պապին չեմ հավատացել։ Ու միշտ եղել եմ իրատես, որովհետև ինձ համար շատ գերկարևոր է ոչ թե որևէ երևույթի հետևանքների հետ պայքարել, այլ պատճառը պարզել ու պատճառը վերացնել։ Իսկ դա մղում է սթափ, պրագմատիկ, բայց նաև երազանքը չկորցնող։
իր ճիշտ է, տեսությունը։ երազանքը ինքը պրագմատիզմ է, դուք ձեր այդ բնութագրմամբ ինձ հուշեցեք, որ դուք լավատես եք։ Դա ձեր գնահատականն է, որի համար խորին շնորհակալություն իսկապես։ Սիրելի ունկնդիրներ, մեր հենման կետը այսօր ֆանտաստիկ էր։ Եվ ես շատ եմ ուզում, որ դուք բոլորդ ձեզ մաս զգաք այս ֆանտաստիկայի, որովհետև այս ֆանտաստիկան ձեր հայրենիքն է, ձեր ժամանակն է, եւ դուք եք դա զգում եք, թե ոչ, հասկանում եք, թե ոչ։ Բարին ձեզ։